Զվարթնոցում շնորհավորանքներ են ու մարզասերների հոծ բազմություն։ Ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 5 մեդալով ու թիմային չեմպիոնական գավաթով հայրենիք է եկել։ Հունահռոմեականներն առաջին անգամ են, առաջինը թիմային պայքարում։ Շատ էինք սպասում ես մեր հաջողությանը, որտեղ մյուս առաջնություններում միշտ գրավել ենք երկրորդ մրցանակային տեղը, երրորդ մրցանակային տեղը, մենք երազանքներ, որպես հավաքական հավաք մարզիչ, գրավել Եվրոպայում առաջին տեղը թիմային, եւ կատարվեց այդ երազանքը։ Մինչև 17 տարեկանների առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ 51 կիլոգրամ քաշեին Մարատ Աչեմյանը։ Պատվո ամենավերին աստիճանին կանգնեց նաև 60 կիլոգրամ քաշեին Հայկ Մանուկյանը, որը եզրափակիչում տուշեով ժամանակից շուտ հաղթանակ տոնեց ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։ Առաջին անգամն էր, որ մասնակցում եմ Եվրոպայի առաջնությանը, տպավորությունները շատ լավ էին, ամբասադրելի։ Դնում ենք ոնց է մեր ժողովուրդը մեզ դիմավորում, շատ ուրախ ենք։ Եզրափակիչը ադրբեջանցի մարզիկի հետ էի, ավելի շատ չբան չի արել, որ Թուրքի հետ են, որ լարվածություն շատ չլիներ մեջս։ Տրամադրվել է, որ դուրս եմ գալու հաղթեմ ու փառք Աստծո հաջողվեց այդ հաղթանակը։ Պատվո արտակին ամեն անգամ մեր հայկական հիմնը հնչեցնելուց ինձ համար դա մեծ պատիվ է, արդեն ինձ մոտ հաջողվում է կրկնակի Եվրոպայի չեմպիոն դառնալ, կրկնակի անգամ հնչեցնել հայկական հիմնը, մրցաշարից լավ էի պատրաստվել, փառք Աստծո կարողացա դառնամ կրկնակի Եվրոպայի չեմպիոն։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց նաև 2 արծաթ ու 1 բրոնզ։ Ֆեդերացիան այս մարզիկների հետ մեծ հույսեր է կապում։ Եթե այս մարզիկներից 2-3-ն էլ մեծահասակների մեջ միջազգային գորգում իրենց ցույց տան, դա արդեն մեծ արդյունք կլինի, թեթև հիմնականում է լավագույն այդ մարզիկները բոլորը թեթև քաշային կարգերում են, որտեղ կարելի ասել մեր ամբիչները ուժեղ են, հուսով ենք, որ 4-5 տարի հետո այս պատանի մարզիկները կհամալրեն մեծահասակների հավաքականը։ Հունահռոմեականները Սկոպիեում էստաֆետը փոխանցեցին ազատ ոճայիններին, իսկ ամսվա վերջին Եվրոպայի առաջնությունում մեդալների համար կպայքարեն արդեն երիտասարդ ըմբիչները։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։